Ողջույն։ Նորություն ասած չեմ լինի, որ այս իշխանության գործունեությունը մեկ բառով սուտն է։ Երկիրը սարքել են ստապետություն։ Ամեն օր են մարդիկ բողոքում, որ իշխանությունը իրենց բոլորին խոստումներ է տվել, բոլորին առանձին ու խաբել է։ Իսկ համարյա միշտ ավելի շատ ոչ թե խաբել է, այլ արել է խոստման 180 աստիճան հակառակը։ Վերջին ամիսների խոստումները չկատարելու մի արդարացում է գտել, ասում է ժողովուրդը գոհ է, եթե գոհ չլիներ, հեղափոխություն կաներ։ Ասում են գնացիր, հանձնեցիր Արցախը, պատասխանում է լավ եմ արել, ժողովուրդը եթե դժգոհ է, թող հեղափոխություն անի, եթե չի անում, ուրեմն կողմ է։ Հոկտեմբերի 1-ին խորհրդանում հարց ու պատասխանի ժամանակ միայն մի падգամավորի պատասխանելից 6 անգամ ասաց, բա ինչի ժողովուրդը հեղափոխություն չի անում, ուրեմն օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից գոհ է։ Օգոստոսի 8-ի պայմանավորվածությունից բնականաբար չի կարող ժողովուրդը գոհ լինել, որովհետև Վաշինգտոնում ստորագրվել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին։ Ասում է հիմա տվել եմ, լավ եմ արել, որ հեղափոխություն չեք անում, ուրեմն կողմ եք։ Ստացվում է այդ մարդը իր ոչ մի խոստում չի կատարում ու գլխավոր արդարացումն է։ Եթե ժողովուրդը հեղափոխություն չի անում, ուրեմն կողմ է։ Սա կառավարության շեղված գործունեության մասին է։ Լավ եմ արել, Արցախը հանձնել եմ, դեմ եք հեղափոխություն արեք։ Եթե չեք անում, ուրեմն համաձայնեք։ Լավ եմ արել, 150,000 հոգու տեղահան եմ արել։ Հեղափոխություն չեք անում, ուրեմն համաձայնեք։ Լավ եմ անում, որ թոշակները չեն բարձրացնում։ Թոշակառուները, որ հեղափոխություն չեն անում, ուրեմն իրենց սրտով է։ Դրա համար էլ հաջորդ տարի էլ չեն բարձրացնի։ 100-ից ավելի բեռնատար լարսում փակված է, կուտակված է այս պահին։ Ապրանքը փչանում է, ուրեմն ձեռք է տալիս արտահանողներին, թե չէ հեղափոխություն կանեին։ Ժողովրդի վրա նոր հարկեր ենք դրել, եղածը շատացրել ենք, ուրեմն համաձայն են մեզ հետ։ Դուրները գալիս է, թե չէ հեղափոխություն կանեին։ 5000 զոհ ենք տվել, լավ ենք արել, եթե ծնողները համաձայն չլինեին, հեղափոխություն կանեին։ Գերիների հարազատները եթե հեղափոխություն չեն անում, ուրեմն իրենց ձեռք է տալիս, որ իրենց հարազատները լինեն Բաքվի բանտերում։ Խանութ մտել եք վերջին 1 շաբաթում, տեսել եք ոնց է սննդամթերքը թռիչքային գնաճ արձանագրել։ Ուրեմն սաղին ձեռք է տալիս, թե չէ հեղափոխություն կանեին։ Էս է Նիկոլի թեզը։ Ինչ անում եմ, ճիշտ եմ անում, քանի դեռ հեղափոխություն չեն արել։ Սա կառավարման խեղաթյուրված մտածողություն է։ Ինքը տվել է 1000-ից ավելի խոստում եւ չի կատարել 1000-ից ավելի խոստում։ Եթե ամեն մի չկատարած խոստման համար հեղափոխություն անեին, հիմա վերջին 7 տարում 1000 անգամ հեղափոխություն կլիներ մեր երկրում։ Բայց որ չի եղել, չի նշանակում, թե ժողովուրդը համաձայն է իր հետ։ Ես վստահեցնում եմ, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողոցային ակցիաների նկատմամբ լիներ այնքան հանդուրժող, ինչքան հանդուրժող էր իր ակցիաների նկատմամբ նախկին իշխանությունը, ապա հեղափոխություն կլիներ մեր երկրում թե 2020-ին, թե 2021-ին, թե 2022-ին ու դրանից հետո մինչև այսօր։ Ասում է, ես առաջին ղեկավարն եմ, որ ասում եմ համաձայն չեք, հեղափոխություն արեք։ Քանի հոգու անուն տամ, որ բանտում են կամ քրեական գործերի տակ, այլ խափանման միջոցներում, որովհետև նրանց ելույթները, հարցազրույցները, Facebook-յան գրառումները համարել եք հեղափոխության կոչ։ Միքայել Սրբազանից մինչև Ռուբեն Հակոբյան։ Միքայել Սրբազանը այսօր ինչի համար դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Ուղղակի ամոթ է, որովհետև ձեզ քննադատել է ու դա համարել եք հեղափոխության կոչ։ Այսինքն նա հեղափոխության կոչ անողներին դատում է ու անձամբ կոչ է անում հեղափոխության։ Բա թող իրեն էլ բռնեն։ Նա էլ է կոչ անում հեղափոխության, Միքայել Սրբազանն էլ։ Սրբազանին բռնում են, Փաշինյանին չէ։ Բաքրատ Սրբազանի ու մյուս համախոհների դատներ երեք։ Ինչ են արել մարդիկ։ Սրբազան շարժում են արել, որը հեղափոխության իմաստուն էր։ Այսինքն Փաշինյանը կոչ է անում հեղափոխության, բայց հեղափոխության համար պատրաստվողներին դատում է հեղաշրջման փորձի մեղադրանքով։ Մի քանի հոգի պատրաստվում են միտինգ անելու, զանգում իրար հարցնում են, երբ միտինգ անենք, երբ օրը նշանակենք։ Սրանք այլ տեղերից կտրում, կպցնում են լրիվ ուրիշ խոսակցություններ, գումարում են արհեստական բանականության հորինվածքները ու մեղադրանք առաջադրում։ Ու ասում է տղայք հեղափոխություն արեք։ Ու քանի որ չի լինում հեղափոխություն,
Ք-ն ընկնում է ինքնախաբեության, ինքնահամոզման մեջ, թե եթե չկա, ուրեմն ճիշտ ենք անում ամեն ինչ։ Ք-ն անսխալականության բարդույթով է տառապում։ Փորձեք հիշել մի կառավարության նիստ, ազգային ժողովի մի նիստ, Նիկոլի մի ելույթ, որտեղ խոսի իրենց կառավարության որևէ ոլորտում ձախողման մասին, չեք գտնի։ Չէ, ասում են, սաղ ճիշտ ենք անում, մեզնից առաջ էր սաղ սխալ, մենք ամենաճիշտն ենք, ու եթե կա թերություն, դա ժողովրդի թերությունն է։ Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը չի խոսում իրենց ձախողումներից, աղքատությունը ժողովրդի գլխում է, գործազրկությունը ժողովրդի թամբալության արդյունք է, հանցագործությունները նրանից է, որ ժողովուրդը անհանդուրժողական է միմյանց նկատմամբ, այս կարգի կռուտիտներ, իրենք անսխալական են։ Փաշինյանն անգամ չի ուզում լսել խնդիրների մասին, ուզում է, որ լավ բաներից խոսեն, իրենց հաջողություններ վերագրեն, աճեր ցույց տան, խորհրդարանում ԿՊԱ-կան падգամավորները ոչ թե խնդիր բարձրաձայնեն, այլ այնպիսի հարցեր տան, որը հնարավորություն կտա իրեն քլնգել ընդդիմությանը։ Դրա պատճառը անսահման մեծամտությունն է, ինքնահավանությունը։ Սրանք լրիվ կտրվել են ժողովրդից։ Առաջվա աղքատ խեղճերը չեն, որ իրենց համարում էին ժողովրդի մի մասնիկը։ Հասարակ մահկանացուների խնդիրները իրենց չի էլ հետաքրքրում, ու այնքան են կտրվել ժողովրդից, որ մնացել են 2018-ի դոզայի տակ։ Իրենց թվում է կամ իրենց համոզում են, թե մարդիկ հարգում են իրենց, ընդունում են իրենց, մեռնում են իրենց համար, օրհնում են իրենց։ Ամեն ինչ ըստ իրենց լավ է, որովհետև եթե վատ լիներ, հեղափոխություն կանեին։ Եթե չեն անում, ուրեմն հրաշալի է ամեն ինչ։ Ուրեմն երևի մտածում են Սարուխան գյուղի օրինակ մացակը այս 7 տարում հարստացել է այնքան, ինչքան հարստացել է Արենց Սիմոնյանը։ Նոյեմբերյանցի Վաղարշակը գնել է այնքան տուն, ինչքան Պապիկյան Սուրենը։ Տեսել եք, չէ՞ ԿՊԱ-կան նախարար դեպուտատների մեծամտությունը։ Այն մեկն ասում է նկարս դնեն փողոցում լիքը մարդ կհավաքվի։ Այն մեկն ասում է հաջորդ ընտրություններում 80%-ից շատ ձայն կհավաքենք եւ այլն։ Սա հենց իրավիճակը ճիշտ չգնահատելն է, չտիրապետելն է, իրականությունից կտրված լինելն է։ Իսկ իրականությունը այն է, որ հանրության ճնշող մեծամասնությամբ ընդդիմադիր է։ Եթե անգամ անտարբեր են երևում, լուր հետևող են երևում, ժողովուրդը կրկնում եմ, ընդդիմադիր է այսօրվա իշխանության, քաղաքականությանը, թե տնտեսական, թե արտաքին, թե անվտանգային, թե սոցիալական, թե իրավական ու մյուս բոլոր ոլորտներում։ Բայց կտրված լինելով իրականությունից, այդ դժգոհությունը ԿՊ-ն չի տեսնում։ Նա չէ կարողանում տեսնել գոռոզությունը, հավբրգացությունը, թալանը, արագ հարստանալը թույլ չի տալիս իջնել, շփվել ու հասկանալ։ Կարճ ասած, այն, որ իրենց վերջին թեզն է, որ եթե հեղափոխություն չեն անում, ուրեմն ես ճիշտ եմ, նշանակում է այնքան ասելու բան չունեն, դարձյալ իրենց ձախողումների պատասխանատվությունը ժողովրդի վրա են գցում։ Իսկ որ մարդիկ այս պահին հեղափոխություն չեն անում, միևնույն է, փողոցում արդեն երկար ժամանակ է, որ օրինակ ինձ ճանաչելով մոտենում են, սկսած ոստիկանից վերջացրած ուսուցչով, գալիս, մոտենում ու հարցնում են. կիմանաս, երբ ենք սրանցից ազատվելու։ Մարդիկ ատամները կրճտացնելով, մատերը խաչարած սպասում են, երբ է գալու այն պահը, որ դուք այլևս չլինեք իշխանություն եք ձեր ստերով, մանիպուլյացիաներով, ատելության քարոզով, որը մեր երկրի գոյությանը արդեն լուրջ սպառնալիք է։